Ադրբեջանի հետ բեռնափոխադրումներ ունենք երկաթգծով։ Ոչ այնտեղ, ես նկատում եմ Երաս Նախիջևան, ոչ էլ Ախուրյանից, այսինքն Գյումրուց մինչև Թուրքիայի սահմանը։ Մենք չունենք այդ բեռնափոխադրումներ։ Դա ինչի համար է ուզում։ Ապրեք։ Հետաբար, եթե ինձ մոտ հարց է առաջանում, եթե իրականում դուք խոսում եք դրա մասին եւ կարեւորում եք դա, ապա կա մի շատ կարեւոր հարց, որին արդեն պետքա դուք այդ հարցը բացատրեք։ Մենք Դիլիջանը պետքա կապեինք Վանաձորի հետ, իսկ իրականում Ֆիալետովն պետքա կապեինք Վանաձորի հետ։ Դա մոտավորապես 40-41 կիլոմետրանոց երկաթգիծ է, որը պետք է կառուցվի, եւ դրանով մենք ըստ էության դառնում ենք իրականում Միջանցքի։ Այդ ժամանակ խնդրեմ, ինձ համար հասկանալի կլիներ, թե ինչու եք դուք ուզում արդիականացնել Ախուրյան Թուրքիայի սահման գիծը։ Ինձ համար հասկանալի կլիներ, բայց եթե դուք դա չեք արել, այսինքն դուք ենթադրում եք, որ ընդ որում Հաղարցնի մոտի սոկներ չեք վերացրել, սահքներ չեք վերացրել։ Դուք ո՞նց եք պատկերացնում այդ երկաթգծերը մեզ ինչ են տալու։ Ես կարծում եմ ընդամենը սա ոնց որ ասում են, այ դուք ասացիք ծխածածկույթ, հա, այսինքն սա հիմնական նպատակները քողարկելու հնարավորությունն է։ Իսկ իրականը մերժել Ռուսաստանին տրիպին որևէ կերպ մասնակցելուց։ Սա էլ է դրա ենթադրումը։ Այո, մենք ձեզ ասում ենք դրանով զբաղվեք, մի խառնվեք տրիպին։ Դուք վերցրել եք կոնցեսիոն պայմանագրով, կոնցեսիոն կառավարման։ Ըստ էության զբաղվեք, տեսեք, ես առաջարկում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ,